Սիրելի բարեկամներ, եկի մեծ է հեռուստաընկերության եթերում Խաչիկյանի խոհանոց հաղորդաշարն է, եւ մենք կրկին անգամ հյուրընկալվել ենք մի հյուրընկալ օջախում, որ կոչվում է Խուստուփի արծիվ, որ գտնվում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում, եւ մենք հյուրընկալվել ենք այս հյուրընկալ օջախի համահիմնադիրներից մեկին, Աբրահամ Ռաշոյանին։ Եթե մենք լինենք բռնցքամարտի ռինգում, այսպիսի մարտունակ, այսպիսի տղամարդկային կերպարով ներկայացնելու դեպքում պիտի հաղորդավարն ասել Աբրահամ Ռաշոյան, հա, որտեղ մենք ունենք, չէ, Արթուր Աբրահամ, որ էլի մեր չնայած Շենգավիթից է, բայց Շենգավիթը մոտ է, չէ, ձեր տարածքին, Մասիսի հատվածին Շենգավիթը մոտ է, երևի մի Այսինքն Արթուր Աբրահամ եւ Աբրահամ Ռաշոյան, մենք այս սկզբունքով առաջ գնանք, մի ֆիլմ կար, հիշում ես, ռուսական կայսրության թագը, հա, երբ որ ուզում էին երկար պատմեին, երբ որ պիտի թագը հասցնեին բերել եւ այնտեղ սկսում աստվածաշնչյան պատումից, հա, քո անունը, քանի որ աստվածաշնչյան է, ձուկն էլ ամենաքրիստոնեական գերակուրն է եւ հնում ձկով էին, չէ, ճանաչում քրիստոնյաները, այսօր մենք ինչ ենք պատրաստելու ձկից։ Պատրաստելու ենք ձկան խորոված, ձկան տեսակները պնդաճակատ ու ծածան։ Ձուկը այս տեղի ձուկն է, մեր աճեցրած ձուկն է։ Ընդամենը ինձնից 50 մետր ձախ գտնվում է Խուստուփի արծիվ հանգստյան գոտին, որտեղ որ Ռաշոյանների ընտանիքը բուծում է այս ձկները, հետո կարթով բռնում են, ճիշտ եմ նկարագրում։ Այո, իհարկե։ Հետո մի մասը պատրաստում է ձկնապու, ինչպես որ մենք հայրիկի հետ պատրաստեցինք, մի մասն էլ խորոված, ինչպես որ մենք միասին կպատրաստենք։ Հիմա կպատրաստենք։ Փայլուն։ Հիմա ինչ գործողություն պիտի կատարենք։ Հիմա սկզբից կկտրատենք ձուկը։ Հրաշալի, կնախապատրաստենք ձուկը։ Աբրամ, մեր խոսակցության ընթացքում ես իմացա, որ դու կրթությամբ իրավաբան ես։ Այո։ Իսկ այս գործը քեզ դուր է գալիս, թե իրավաբանությունն է ավելի դուր գալիս։ Միջև իրավաբանություն սովորելը դեռ չէինք անում այս գործը, բայց երբ որ սկսա այս գործը անել, ոնց որ ավելի հոգեհարազատ է։ Այո, հյուրընկալությունն ավելի լավ է, քան թե իրավունքները պաշտպանելը, չէ։ Այո։ Հիմա մենք մասնատում ենք Աբրահամի հետ ծածանը։ Ծածան արծաթափայլ ծածան է, արծաթե կամ արծաթափայլ։ Ինքը աշխարհում տարածված ձկնատեսակ է, Կանադայից մինչև Ճապոնիա։ Իսկ արդեն պնդաճակատ լինում են մարդիկ, բայց պարզվում է լինում են նաև ձկները, չէ։ Եվ եթե պնդաճակատ մարդիկ դրանք անցանկալի են, ապա պնդաճակատ ձուկը ցանկալի է, չէ։ Միանշանակ ցանկալի ու համեղ։ Ցանկալի ու համեղ։ Ինչպես նաև ցանկալի է այցելել Արարատի մարզ, Մարմարաշեն համայնք եւ համտեսել Խուստուփի արծիվ հանգստյան գոտում։ Ահա, մենք արդեն հաջողությամբ կիսեցինք։ Մենք սա ինչ ենք անում, Աբրահամ։ Մենք կտրատում ենք, որպեսզի ավելի լավ երբի ու համունքը ավելի լավ վերցնի։ Ճիշտ է նկատում Աբրահամը, քանի որ եթե մենք սոսկ համեմենք իր այս արտաքին մակերեսը, ապա ինքը չի հասցնի պարզապես այդ աղապաղպեղա համեմունքային հանդերձանքը իր մեջ ներառել եւ դրա համար մի փոքր բացում ենք, որպեսզի աղ եւ պղպեղ ոչ միայն արտաքին մակերեսը, այլև ներսից լինի, հա։ Այո։ Այս տարի ես ավարտում, հա։ Մյուս տարի նոր կավարտում։ Այս տարի 5-րդ կուրս եմ։ Այո, այսինքն այս տարի տեղափոխվել ես 5-րդ կուրս։ Տեղափոխվել եմ 5-րդ, մյուս տարի կավարտեմ։ Ամուսնացած չես։ Դեռ ոչ։ Ընկերուհի։ Չէ։ Ուրեմն ձեր առջև ելույթ են ունում Հայաստանի 10 ամենացանկալի տեսացումներից մեկը, չէ։ Կրթությամբ իրավաբան, էությամբ հյուրընկալ, որ Խուստուփի արծիվ հյուրատան եւ այս հանգստյան գոտու համահիմնադիրն է, պապիկի, հայրիկի հետ մեկտեղ, չէ։ Միանշանակ։ Արդեն 3 սերունդը սա ժառանգական է, անցել եք, չէ, ժառանգական իրավունք։ Այո, իհարկե։ Առաջին կուրս, այո։ Պապիկս է լիճը հիմնել, այո։ Ձկնաբուծարան, այո։ Հետո ընթացքում մենք բուծել ենք ձկներ։ 1 տարի, 2 տարի հետո իջացրել ու վաճառքի ենք անել։ Այո։
Իսկ հիմա պարզապես հասկացաք, որ ճիշտը հանգստյան գոտի Ճիշտը հանգստյան գոտիներ է, միտքը ճիշտն ասած բանակում էր ծագել, քո մոտ։ այո։ Այդ մտքին էլ կյանք էր տվել հայրիկս, Այո, հայրիկը նույնպես ասեմ, որ Արցախյան ազատամարտերի մասնակից, լեգենդար Մասիսի Հայդուկ ջոկատի հրամանատարներից դասակի հրամանատար, մենք միասին պատրաստեցինք նախորդ հաղորդումներից մեկի ժամանակ ձկնապուր, որ ստեղծագործական խումբը առ այսօր խոսում է այդ ձկնապուրից, չէ՞։ հա, Հիմա էլ տեսնենք խորովածը կհաջողվի, թե չէ։ Ասեմ, որ չափաբաժինները շատ ճիշտ է կտրատում Աբրահամը։ Նույնիսկ կարող եմ ասել, թե ինչպես է այդպես ճիշտ գնահատում, 3 մատ, այսինքն մեկ չափաբաժին, ինքը այսպես վիզուալ, օպտիկական 3 մատը դնում է ձկան վրա եւ այդպես գնահատում է։ Իսկ հիմա համեմունքները։ Հայլու ինչով ենք համելու, Աբրահամ, Աղ բիբար, կարմիր եւ սև բիբարով, Հայլուն, իսկ վերջում պամիդոր եւ լիմոն ենք կտրատելու դնենք։ այո, Հայլուն։ Բիբարը ցանկալի կլինի, որ մենք օգտագործենք պղպեղ բառը, պամիդորի դեպքում լոլիկ բառը, չէ՞։ Մանավանդ արարատյան դաշտը հենց դրանով էլ հարուստ է, չէ՞։ Պղպեղ լոլիկով։ Նախորդ հաղորդման ժամանակ, երբ որ մենք պատրաստում ենք համունքները նույնպես ձեր բանջարանոցից էին, մասնավորապես նաև այս կանաչիները, մենք սեղանին տեսնում ենք 3 տեսակի կանաչեղեն, համեմ, սամիդ եւ ռեհան, չէ՞։ Սրանք բոլորը պատրաստում ենք առանց թունաքիմիկատների, չէ՞։ Հա, ընդհանրապես չենք սրսկում։ Հնարավորինս ավելի բնական լինելու համար, էլի։ Ասեմ, որ եթե ուզում եք բնական հաղորդումներ տեսնել, պիտի հետևեք Երկիր մեդիա հեռուստաընկերությանը, նրա Facebook-յան եւ YouTube-յան էջերին, իսկ ովքեր կուզենան ավելի մոտիկից այդ համն ու հոտը վայելել, Երևանից ընդամենը մի 15-20 րոպե, չէ՞, մինչև Մարմարաշեն։ Հանրապետության հրապարակից ընդամենը 15 կիլոմետր հեռավորության վրա։ Փայլուն 15 կիլոմետրը կարելի է նույնիսկ 2 ժամ ոտքով էլ հասնել այսպիսի համեղությունները փորձելու համար, չէ, Հանրապետության հրապարակից։ Բայց ավելի այսպես հնարամիտները կնստեն տաքսի, կվճարեն ընդամենը մոտ մի 1500 դրամ եւ կհասնեն այստեղ, որտեղ ընդամենը 15 կիլոմետր էլի, չէ։ Միանշանակ։ Հրաշալի եւ կվայելեն այս համեղ ուտեստները Խուստուփի արծիվ հանգստյան գոտում։ Ասեմ, որ կարիքը չկա, որ ասենք, որ սրանք թար մթերքներ են, որովհետև արդեն իսկ հեռուստախցիկները դա արձանագրում են։ Ինչպես նաև արձանագրում են այն սերը, որ ունի առ խոհարարությունը Աբրահամ Ռաշոյանը եւ այն նվիրումը, որ ինքը ունի առ իրավաբանությունը, հա։ Իհարկե։ Իհարկե այո, թե իհարկե ոչ։ Իհարկե այո։ Որտեղ իհարկե դա հաստատական է, կարող է լինել իհարկե այո դա դրական է, իսկ իհարկե ոչը դա արդեն ժխտական է։ Չէ՞։ Անպայման։ Անպայմանը նույնպես, ինչպես որ վերաբերական էր։ Անկասկած, իհարկե, չէ, անպայման այո։ Տվյալ դեպքում մենք համեմում ենք։ Հիմա ավելի շատ պետք է շարենք այստեղ։ Հրաշալի։ Եթե այսպես է, ապա իրեն ինչ որտեղ պիտի պատրաստենք, Աբրահամ։ Թոնիրի մեջ ենք պատրաստելու։ Հրաշալի, հայկական ավանդական Այո։ ֆոնի մեջ շարում ենք։ Համային էֆեկտ է տալիս Հայդուն, կիտրոնը։ հրաշալի։ Դե էլի ճաշակի առումով էլի։ Տեսեք, նույնիսկ եթե հիմա մենք ասում ենք կիտրոն, առանց տեսնելու մեր բերանի այդ համային ռեցեպտորները սկսում են այդ թթու համը զգալ, չէ՞։
Ասում ենք ելակ, չնայած սեղանի ելակ չենք տեսնում, բայց ելակի համը նույնպես զգում ենք։ Իսկ ինչով է հայտնի Մարմարաշենը։ Մարմարաշենը հայտնի է մարմարի հանքերով։ Հիմա էլ գործում է։ Չէ, հիմա չեն գործում, ժամանակին հանել են։ Մարմարաշենի հողատարածքի վրա շատ կա, էլի մարմարի քանակություն, բայց հիմա չեն հանում։ Չեն շահագործում։ Այո։ Որքան հասկանում եմ, Չարենցը նույնպես մասնակցություն ունի, հա, այդ Մարմարաշեն անվանը, որ եկել ասել է ինչու եք այս անվանմամբ օգտագործում, եկեք հայահունչ։ Այո, Մարմարաշեն անունը հենց Չարենցի խորհրդով են դրել, մեր մեծերը, մեր պապերը։ Իսկ մեր ուտեստում խորհրդով ինչ տնենք։ Մենք այդքան հայտնի մարդ չունենք ինչպես Չարենցն է։ Գուցե թե մեր ստեղծագործական խմբի ամենահայտնի ազնվությունից մեկի Վանիկ Հակոբյանի դիմենք այս հարցում, որը Թիֆլիսեցի եւ իր համը Բերանի համը լավ գիտի, չէ՞։ Դիմենք։ Երբ որ մենք կտեղափոխենք արդեն դեպի Թոնիր, մեր ստեղծագործական խմբի ամենաակտիվ անդամներից մեկին խնդրենք Վանիկ Հակոբյանը մեզ կհուշի այս ուտեստի անունը։ Չնայած արդեն պարզ է որ ձկան խորոված է, բայց կարող ենք ավելացնել նաեւ կծուբի բար, պղպեղ եւ քաղցր պղպեղ։ Քաղցրը գիտեք, քաղցրը լինում է ոչ միայն հորիզոնական, այլպես այո, այդպես գեղեցկության համար այդպես տեղադրենք։ Ինչ անենք այս կծուի դեպքում։ Կծուն չի ձևը գտնենք, հա։ Չի լինում, անցքերը մեծ են։ Այս դեպքում մի փոքր հնարամտություն կկիրառենք, չէ, այսպես կանենք։ Տենց կարող կնի։ Այո, այս դեպքում չի գնի, թերևս։ Փայլուն կհենենք կծու պղպեղը, քաղցր պղպեղին։ Այո։ Մենք դերերով փոխվեցինք, տեղերով փոխվեցինք, բայց դերերով չենք փոխվել։ Աբրահամ Ռաշանը պատրաստում է պնդաճակատիկի եւ ծածանի խորոված, համենված քաղցր եւ կծու պղպեղներով, աղով ու կավելացնենք կարակ։ Այո, փայլուն։ Ես հետո տեսնում խնոցի, հա։ Այո։ Մտածեմ մի գեղեցիկ օր այստեղ խնոցու կարակ էլ կպատրաստեք, չէ։ Ժամանակին պատրաստել ենք, հա։ Հիմա զուտ ժամանակը չերիքելու պատճառով։ Մի գեղեցիկ աղջիկ, մի օրիորդ, որ կհամաձայնի ամուսնանալ եւ իր կյանքը կապել Աբրահամ Ռաշյանի հետ, գուցե թե վերականգնվի նաեւ խնոցիում կարակ պատրաստելու ավանդույթները եւ մենք ոչ թե կօգտագործենք խաունթից ձեռք բերված չնայած եւ բարձրաժեք կարակ, այլ խնոցու կարակ, չէ։ Այնպես ինչպես որ Աբրահամ Ռաշյանը շարունակում է պապիկի, հայրիկի գործը, չէ։ Այո։ Իսկ որն է այդ գործը։ Կյանքի կոչել այս միտքը։ Այո, տերն էլ հայրենիքի։ Ասեմ, որ Աբրահամ Ռաշյանի հայրը փայլուն մարտական կենսագրություն ունի, որ իր դասավները գտել է թե առաջին, թե 40-օրյա, թե 44-օրյա այդ պատերազմական գործողությունների ընթացքում եւ Աբրահամ Ռաշյանը նույնպես իր պարտքը կատարել է հանուն հայրենիքի, այսօր խաղաղ ժամանակներում զարգացնում է հայրիկի եւ պապիկի սիրած գործը։ Վերջ։ Սա վերջն էր, բայց ոչ այս հաղորդման, սա վերջն էր այս նախապատրաստական փուլի, որովհետև վերջը ֆիլմերում նշանակում է, չէ, արդեն վերջ։ Հիմա մյուս փուլը հեռուստադիտողը լքում է, չէ, հեռուստալսարանը ֆիլմերի դեպքում, այս դեպքում մենք ընդհանրապես ընդմիջում ենք, որովհետև տեղափոխում ենք ցանցը ծանրաբեռնված պնդաճակատիկով եւ ծածանով, տեղափոխում ենք Թոնիրի մեջ, այո։
Սիրելի հեռուստադիտող, մեր հաղորդումը մոտենում է իր տրամաբանական ավարտին եւ մենք պատրաստեցինք ծածանը եւ պնդաճակատը թոնրի մեջ իրեն հետ օգտագործեցինք լոլիկ, կարտոֆիլ, սոխ եւ տարբեր տիպի պղպեղներ։ Աբրահամ, հիմա ինչ անենք։ Հիմա մատուցենք։ Հայլուն։ Աբրահամը չմոռանանք, որ առաջին անգամն է հեռուստա եթերում այսքան երկար եւ ապագա հարցնացությունը թող հատկապես ուշադիր լինեն։ Ինքը ամոթխած է, ինչպես բոլոր փեցացուները, չէ, եւ դրա համար մի փոքր ամոթխածություն է։ Իրեն խանգարում է լավ անջատել ձուկը ցանցի վրայից, բայց համը զգացում որ լավը պիտի լինի։ Մտածում եմ այդքանը բավարար է, կամ գուցե թե մենք կիսենք, այո։ Քանի մենք դեռ պիտի փորձենք սոսկ։ Այո։ Ահա։ Սա պնդաճակատիկն էր, որը պնդաճակատություն չարեց եւ համով խորովեց թոնրի մեջ խուստուփի արծիվ հանգստյան գոտու։ Հիմա մենք թերևս անցնենք ծածանին, այսքանը բավարար է պնդաճակատիկի համար։ Մեր կատուն ճիշտ է պնդաճակատ չէ, բայց պնդերես է երևում։ Եվ անդադ ձայնը իր խանգարում է մեր ձայնային օպերատորներին, դրա համար եւ մի կտոր այս մասից, ահա, վերջ, ամեն մի խնդիր ունի իր լուծումը, չէ՞։ Այո։ Կարտոֆիլը դրեցինք, սոխը կարող ենք մաքնել, սոխը գիտեք հռոմեական ժամանակաշրջանից ի վեր, մոտ 3000 տարի, մեր խոհանոցի անբաժան մասն է եւ հռոմեացի զինվորները հայկական լեգիոնների հետ մեկտեղ շատ սոխ ու սխտոր էին, չէ՞ օգտագործում։ Եվ խորոված սոխը ինքը համարվում է այսպես ասած դելիկատես։ Եվ մանավանդ եթե քո բանջարոցի սոխն է, չէ՞։ Առասարակ ես չեմ սիրում սոխ։ Այլու։ Նորմալ տղամարդը կին է սիրում, այդ իսկ պատճառով Աբրահամը չի սիրում սոխ, որը ճիշտ է սոխը կարելի է ուտել կամ չուտել, նախընտրել կամ չնախընտրել, իսեր պետք է երկու հայրենիք, ծնողներ, զավակներ եւ տղամարդկանց դեպքում իհարկե կանանց։ Ինչ անենք հիմա։ Փորձեք։ Մեզ փորձենք։ Սա հատված էր պնդաճակատիկից։ Հատված կարտոֆիլի ճիշտ հասկացանք եւ հատված ծածանից։ Մեր ծածանի համը գերեց նաեւ մեր կատվիկին։ Ինք իրան պնդաճակատիկը չհերիքեց, մի փոքր կիսենք, հա, ես ու կատուն։ Ահա, փայլու։ Շքեղ համ ուներ մեր պնդաճակատիկը։ Իհարկե անհրաժեշտ է համեմել նաև կարտոֆիլով եւ նմանացած բանջարեղեններով եւ ինչպես ճիշտ է հուշում Աբրահամը նաև գինով, հա։ Այո, իհարկե։ Իդեպ նշեմ, որ գինին հորս պատրաստած գինին է։ Առաջին անգամ է պատրաստել։ Խնդրեմ փորձեք եւ Առաջին անգամ մի բան որ լինում է կյանքում, դա ինչ է կոչվում։ Նու բար, առաջին վերքը, առաջին համբույրը, առաջին գինին։ Այս գինոանը ես չգիտեմ, որտեղ խաղով տեսակ չեմ պատկերացնում ինչ է, բայց կարմիր խաղով է բնականաբար։ Ինչ եմ խմել։ խմենք ծանոթության համար։ Ավելի այսպես գլոբալ աշխարհի թող խաղացում է Հայաստան աշխարհի։ Թող որ այսպես գնացող եկող ինչպես ժողովուրդն է ասում։ Խուստուփի արծիվ հանգստյան գոտի շատ լինեն։
մեր ժողովրդին բարեկեցություն, առողջություն, իսկ քեզ ինչ մաղթենք, Հաջողություն։ մյուս տարի զավակ ունենաս, այսինքն այս տարի կամ մյուս տարի սկզբում ամուսնանաս, որպեսզի զավակ ունենաս։ Այս տարի բնականաբար չես հասցնի, ինչպես ֆիլմը Մարտը կապուչիների պուրակից։ Եվ ասում եմ երեխա եմ ուզում, ասում եմ դե երեխա այնքան շուտ չի լինում, ասում եմ ֆիլմերը ո՞նց է շուտ լինում, ասում եմ այնտեղ համբույր եւ բեյբի, ասում եմ այնտեղ համբույր, մոնտաժ եւ բեյբի։ Հիմա քո դեպքում պետք է սպասել մյուս տարվան, հա 2023։ Միակ բանն է, որ չեմ շտապում։ Իզուր։ Սիրելի հեռուստադիտող, մեր հաղորդում մոտեցավ իր տրամաբանական ավարտին։ Մենք հյուրընկալվել էինք Խուստուփի արծիվ հանգստյան տանը եւ մեզ համար ձուկ պատրաստեց ծածան եւ պնդաճակատիկ մեր Աբրահամ Ռաշոյանը։ Բաժակ բարձրացնենք մեր սիրելի հեռուստատողի համար, Հայաստան աշխարհի համար, բոլորիս համար։ Ես մտածում եմ միայն ձեր ձկան համար կարելի է գալ այս հանդիսության գոտի, բայց բազման այլ գինու համար կարելի է գալ։ Եվ բնականաբար գինին եւ ձուկը դրանք շատ կարևոր քրիստոնեական նշաններ են եւ թող որ սերը եւ խաղաղությունը իշխի հայոց աշխարհի վրա, իսկ մենք կհանդիպենք կրկին անգամ մեկ շաբաթ անց Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում Խաչիկյանի խորհրդը հաղորդաշարի շրջանակներում այն հաստատ հավատով, որ երկիրը կլինի ավելի խաղաղ, մեր սահմանները ընդլայնված, մեր զինվորների կյանքը պահպանված եւ մեր միակ հանդիպելու առիթները, մեր հեռուստատեսային ռեպորտաժները միայն նվիրված կնեն խոհանոցին, ձկանը եւ հանգստին։